Վահագույն Ղազարյան, համեցեք։ Շնորհակալություն պարոն վարչապետ զեկույցի համար եւ հարցի պատասխանի նույնպես ուզում եմ առիթից օգտվել եւ հնարավորություն ստեղծել խոսելու իրական Հայաստանի գաղափարախոսության մասին դուք այս տարվա փետրվարի 19-ին հրապարակեցիք գաղափարախոսությունը եւ դրա հետ կապված արձագանքներ կան, թե դրական, թե բացասական, ես մի քանի արձագանքի վերաբերյալ կուզենամ այստեղ խոսենք, կան մարդիկ եւ շատ են այդ մարդիկ, որ պնդում են, որ իրական Հայաստանի գաղափարախոսություն պարզ ճշմարտություններ է շարադրում Հայաստանի եւ Հայաստանի մարդկանց մասին։ Եթե համամիտ եք դրա հետ կամ համամիտ չեք, կուզեմ դրան արձագանքեք եւ ասեք ինչու առաջացավ այդպիսի փաստաթուղթ գրելու անհրաժեշտությունը, որը օրինակ մարդիկ կարծում են, որ պարզ ճշմարտությունները շարադրում, հա, Հայաստանի տարածքի մասին, որ մարդիկ ուզում են լավ ապրել եւ այսպես շարունակ։ Մի ուրիշ թեմա էլ կա, մեկ գաղափարախոսության դոմինանտության ընդհանրապես քաղաքացիական պայմանագրի գաղափարախոսություն չունենալու վերաբերյալ կամ իզմեջ չունենալու վերաբերյալ մեր նախորդի վարված հայտարարությունները եւ ինչպես է այս գաղափարախոսությունը համադրվում այդ իզմեջ չունենալու տրամաբանության հետ մի ուրիշ քննադատություն էլ կա քաղաքացիների կողմից, որոնք կարծում են, թե մեկ գաղափարախոսության դոմինանտությունը պետությունում կարող է հակել ավտորիտարիզմի, սրան մենք ինչպես ենք արձագանքում եւ եթե նպատակահարմար կգտնեք նաեւ խոսեք այն մասին, թե որքանով եւ ինչ ծավալով է այս փաստաթուղթը առնչվում Սահմանացի համար իրականում ես շատ ուրախ եմ, որ մենք ընթացս իրական Հայաստանի լայն գաղափարախոսության նախագծի քննարկման լայն հարթակ ձևավորվեց մի քիչ չպլանավորված եւ ես ինքս արդեն տարբեր ֆորմատներով առնվազն 4-5 շատ հանդիպումներ եմ ունեցել ինչ եմ ուրախ որովհետեւ եթե այդ ֆորմատները չլինեն ես այսօրվա իմ ելույթի գոնե 70-80%-ը նվիրելու էի այդ թեմային բայց քանի որ հիմա տարբեր մարզերում նույնիսկ ապրիլին, մայիսին, հունիսին գրեթե ամեն շաբաթ պլանավորված քննարկումներ կա տենց ստացվեց, որ կրթվելը նորաձև է շարժման հետ տենց ինչ-որ մի հատ բան սիներգիա ձևավորվեց, դա հնարավորություն տվեց ինձ այսօր խոսել այլ թեմա, ոչ պակաս կարևոր թեմաների մասին։ Ինչի է առաջացել իրական Հայաստանի գաղափարախոսության անհրաժեշտությունը։ Մի պարզ բանից, որ ես ինքս եւ մենք կարծում եմ ինքներս մեզ հարց են տվել Եթե մեր ճշմարտությունները, ընդ որում ես ասում եմ մեր ասելով հասկանում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ հայ ժողովրդի մենք բոլորս համոզված ենք, չէ, որ մեր ճշմարտությունները անառարկելի ճշմարիտ են։ Եթե մեր ճշմարտությունները անառարկելի ճշմարիտ են եւ մենք հետեւականորեն գնում ենք այդ ճշմարտությունների հետևից խորապես համոզված լինելով դրանց անառարկելի, անբեկանելի լինելու մեջ, ինչի է դեպքում այս չի ստացվում, այն չի ստացվում, այն չի ստացվում, այն չի ստացվում, այն չի ստացվում։ Կարող է այնուամենայնիվ մենք ինչ-որ մի բան այդքան էլ լավ չենք ընկալում։ Կարող է այնուամենայնիվ մենք ընկել ենք աստվածաշնչյան կամ նոր կտակարանային այն բանի մեջ, նախադասության մեջ, որտեղ ասում է, որ պիտի նայես եւ պիտի չտեսնես։ Կարող է մենք նայում ենք եւ չենք տեսնում։ Եվ իրական Հայաստանի գաղափարախոսությունը այդ իդեան առաջինը ինքներս մեզ մի հատ նայելու բան է։ Հասկանալ, այդ որ որոշ տեղերից ինչ որ մի բան լսում ենք, դա նրա համար է, որ այդ ասողները այդպես մտածում են, թե դա նրա համար է, որ իրանք գիտեն, որ մեզ հետ խոսալիս օրինակ պետք է ասել այդպես։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Կամ մեր ցավոտ պրոբլեմները ինչքանով են, ասենք, ուրիշ այդ թվում մեծ երկրների ներքաղաքական կյանքի ինչ որ մի մաս, որ ուղղակի կարող է այնտեղ 1%, 2% ձայնի թեմա լինի եւ այդ բանը, այդ ձայնի թեմաների բան անեն։ Այդ ձայների համատեքստում
Ուղղակի դա շահարկվի առանց հասկանալու, որ կա կոնկրետ պետություն եւ կոնկրետ ժողովուրդ, որ դրա հետևանքը ամեն օր կրում է։ Եվ մենք այսօր այդ երևույթներն ենք տեսնում։ Հիմա տեսեք, երկրներ կան, որտեղ ընտրություններ կան, հիմա դուք կտեսնեք սենց ինչ որ սենց դրսևորումներ, էլի, մարդիկ, որոնց սենց կուրծքը պատռում են եւ պատրաստ են ինքնաոչնչանալ հանուն հայ ժողովրդի, բայց իրականությունը 100 ձայնի խնդիր ունեն կամ 300 կամ 400։ Մենք պետք է հասունանանք, հասկանանք, որ մենք բան չենք, էլի, մանուկ չենք միամիտ, որ մեր սենց բռնած, սենց տանեն։ Եվ դա դրա հետևանքն է։ Ես մեր շատ միջազգային գործընկերներ էլ եմ ասել, հիմա հաջորդ անգամ մարդիկ կան, որ տենամ ավելի կոպիտ եմ ասելու։ Ասելու եմ, որ դուք մի քանի բանի համար, ձեր մի քանի 100 ձայն ավել ստանալու համար, ուղղակի բան եք անում, մանիպուլացնում եք եւ առհամարական վերաբերմունք եք ցուցաբերում մեր պետական շահերի նկատմամբ։ Եվ այդ ասելուց հետո էլ են մարդիկ կան, որ նույն ձևի կրկնել են եւ եթե առիթ լինի, եթե իրանք ընտրություններում ընտրվեն, այդ բանը ես ասելու եմ իրանց։ Իսկ համադրության հետ կապված մի քիչ երկար կտևին են ցեխը։ Պարոն վարչապետ, բաց մնացած հատվածին, եթե նպատակահարմար կգտնեք, անդրադարձեք։ Իրական Հայաստանի գաղափարախոսության այդ ներկայացման մեջ, որը ես պատրաստել եմ, հատուկ անդրադարձ կա սահմանադրության թեմային, բայց դա իրական անդրադարձա ոչ թե սահմանադրության թեմային, այլ Հայաստանի ժողովրդի եւ Հայաստանի իրավակարգի հարաբերությունների թեմային եւ Հայաստանի ժողովրդի եւ պետական իրավակարգի հարաբերությունների թեմային, ու իմիջիալոց ասեմ ձեզ, շատ հետաքրքիր է, որ իրական Հայաստանի գաղափարախոսությունը այս հանդիպումների ընթացքում ինքը զարգանում է։ Ինքը նոր շերտեր է ի հայտ գալիս, նոր հանգամանքներ են ի հայտ գալիս եւ իմ ընկալմամբ իրական Հայաստանի գաղափարախոսությունը այդ հանդիպումների արդյունքում ուժեղանում է, ակնհայտորեն եւ ծավալվում է եւ ըմբռնում է ստանում մարդկանց շրջանում, ինչը ինձ համար էներգիայի շատ մեծ աղբյուր